Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով Վրաստանում է։ Արարատ Միրզոյանը եւ Մակաբո Ջորիշվիլին առանձնազրույց են ունեցել։ Օրակարգում են եղել ինչպես երկկողմ գործընկերության զարգացման, այնպես էլ տարածաշրջանային հարցեր։ Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարները հանդիպումը շարունակել են ընդլայնված կազմով երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։ Հանդիպանը հաջորդել է համատեղ ասուլիսը։ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ավանդական ջերմ ընդունելության համար։ Նա հիշեցրել է, որ նախորդ ամիս Թբիլիսիում էր գտնվում Հայաստանի վարչապետը, մասնակցելու Մեդաքսի ճանապարհ միջազգային համաժողովին։ Շուտով Վրաստան կայցելի Հայաստանի նախագահը։ Մեր երկկողմ օրակարգը բազմաշերտ է, ընդգրկելով ակտիվ համագործակցություն բոլոր բնագավառներում, տնտեսությունից մինչև անվտանգություն, կրթությունից եւ մշակույթից մինչև զբոսաշրջություն եւ մարդկանց մինչև շփումներ, կապեր, այցելություններ։ Միրզոյանը նշել է Հայաստանի եւ Վրաստանի նաեւ ամբողջության մեջ վերցրած տարածաշրջանի հարավային Կովկասի ներուժը, փոխշահավետ համագործակցության միջոցով դառնալ կամուրջ ավելի լայն աշխարհագրությամբ, այդ փոխկապակցվածության մեջ մեծապես շահագրգռված այլ տարածաշրջանների միջև։ Այս համատեքստում նորություն չէ խաղաղության խաչմերուկ նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության այս նախաձեռնությունը, որը Հայաստանի վարչապետը ներկայացրեց հենց Թբիլիսիում առաջին անգամ, բայց այստեղ նորություն է երևի խաղաղության հաստատման փաստը, խաղաղություն, որը հաստատվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ներգրավվածությամբ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնություններով։ Մենք հավատացած ենք, որ խաղաղության հաստատման, խաղաղության, ինքնիշխանության շարունակական ամրապնդմամբ մեր տարածաշրջանը իսկապես կարող է վերածվել մի խաչմերուկի, կապուղիների, հանգույցի։ Հայաստանի արտգործնախարարը նաև խոսել է հայ-վրացական ավանդական բարեկամության մասին, որն այժմ իր արտահայտությունն է գտել երկու երկրի ռազմավարական գործընկերության փաստաթղթում։ Ռազմավարական գործընկերության միջոցով մենք պետք է շարունակաբար նպաստենք փոխկապակցվածության ընդլայնմանը, ամրապնդման եւ հակառակը այդ ճանապարհին թույլ չտանք խոչընդոտներ։ Այսօր գործընկերոջս հետ քննարկել ենք այս տեսլականը, այս մոտեցումը եւ կարծում եմ կա երկուստեք փոխշահավետ ըմբռնում։ Բնականաբար տեղյակ ենք գործարար շրջանակների կողմից բարձրացվող խնդիրներից, որոնց հասցեագրման ուղղությամբ ունենք քաղաքական փոխըմբռնում։ Բոջորիշվիլին իր հերթին նշել է, որ 2024 թվականից Վրաստանի եւ Հայաստանի միջև հաստատված ռազմավարական գործընկերությունը վկայում է, որ երկկողմ բարեկամական հարաբերությունները փոխադարձ հարգանքի մեծ պատմությունը կայուն հիմքեր ունեն։ Հայաստանը Վրաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության անսասան կողմնակից է, ինչն արտացոլվում է միջազգային մակարդակում։ Մեր երկրները հաջողությամբ համագործակցում են տարբեր ձևաչափերով եւ միջազգային կազմակերպություններում, եւ մենք կշարունակենք այս փոխշահավետ աշխատանքը միջազգային ասպարեզում։ Բոջորիշվիլին շնորհակալություն է հայտնել Միրզոյանին Թբիլիսի այցելության համար եւ ընդգծել, որ երկու երկրի համագործակցությունն ու բարեկամությունը կշարունակվեն Հայաստանի եւ Վրաստանի պատմական պատմությանը, օրինակելի հարաբերություններին եւ ռազմավարական գործընկերության ոգուն համապատասխան։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրից հետո պետք է առաջ նայենք եւ դիտարկենք տարածաշրջանի որպես ընդհանուր տարածքի զարգացումը։ Այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, խոսելով Վրաստան այցելած Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը քննարկվելիք թեմաների մասին։ Պապուաշվիլու խոսքով եւ Հայաստանը եւ Ադրբեջանը ճիշտ քաղաքականություն են վարում, քանի որ ձգտում են համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի եւ գործընկերների հետ, հանուն իրենց ժողովուրդների բարօրության։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրից հետո մենք պետք է առաջ նայենք եւ դիտարկենք տարածաշրջանի որպես ընդհանուր տարածքի զարգացումը։ Մենք բոլորս պետք է աջակցենք միմյանց այն գործում, որը կարևոր է յուրաքանչյուր երկրի համար։ Խոսքը ինքնիշխանության ամրապնդման եւ բնակչության բարեկեցության բարելավման մասին է։ Պապուաշվիլին ընդգծել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն վարվում Վրաստանի դրսից կառավարվող արմատական ընդդիմության նման, որը կարծում է, թե այլ տարբերակ չկա, քան Բրյուսելից հրահանգների սպասելը։ Թուրքիայի մայրաքաղաք պաշտոնական այցի շրջանակում Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Ռևաս Սոխաձեն հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Թուրքիայի եւ Վրաստանի միջև երկարատև գործընկերության կարեւորությունը, որը ռազմավարական նշանակություն ունի երկու հարևան երկրների զարգացման համար։ Նրանք քննարկել են գերատեսչությունների միջև գործակցության խորացման հնարավորություններն ու հեռանկարները, այդ թվում ենթակառուցվածքային նախագծերի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը։ Թուրքիայի տրանսպորտի
տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարը շնորհակալություն է հայտնել Վրաստանին Թուրքիայի ռազմաօդային ուժերի բեռնատար ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված զինծառայողների որոնողափրկարարական գործողություններում անկեղծ գործակցության համար։ Նրա խոսքով ժողովուրդների միջև բարեկամությունն ու եղբայրությունը դրսևորվում են հենց նման դժվարին պայմաններում։ Աբդուլքադիր Ուրալօղլուն նշել է, որ Վրաստանն ու Թուրքիան ունեն ռազմավարական նշանակություն ունեցող աշխարհագրական դիրք եւ երկու երկրներն էլ կարևոր դեր են խաղում միջին-միջանցքում։ Իր հերթին Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Ռևաս Սոխաձեն նշել է, որ ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ համատեղ նախագծերի իրականացման հեռանկարներ կան։ Մեր վճռականությամբ ու փոխադարձ ցանկությամբ մենք կարող ենք շատ բան անել ինչպես մեր երկրների, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար, նշել է Ռևաս Սոխաձեն։ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը դադարեցրել է իր 18 C-130 ռազմական տրանսպորտային օդանավերի թռիչքները մինչև Վրաստանում ավիավթարի պատճառների եւ հանգամանքների հետաքննության ավարտը։ Այս մասին հայտնել են Թուրքիայի ռազմական գերատեսչությունից։ Մեր ինքնաթիռների թռիչքները դադարեցվել են նոյեմբերի 12-ից որպես նախազգուշական միջոց։ Բոլոր տեխնիկական զննումներն ու ստուգումներն ավարտելուց հետո C-130 ինքնաթիռները թռիչքները կվերսկսեն, նշել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Վթարի ենթարկված ինքնաթիռը գնվել է 2012 թվականին Սաուդյան Արաբիայից։ Այն սկսել է թռիչքներ կատարել 2022 թվականին արդիականացում անցնելուց հետո։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Վրաստանի տարածքում թուրքական ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել էր Թուրքիայի պաշտպանության նախարարության 20 աշխատակից։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Կիպրոսի խնդրի ամենաիրատեսական լուծումը համարում է էթնիկապես բաժանված կղզում երկու պետության ստեղծումը, հավելելով, որ իմաստ չունի բանակցություններ վարել, որոնք արդյունք չեն տա։ Էրդողանը խոսել է ինքնարարչակ Հյուսիսային Կիպրոսի ղեկավար Թուֆան Էրհուրմանի հետ, որը խոստացել էր ուսումնասիրել ՄԱԿ-ի կողմից վաղուց աջակցվող դաշնային լուծումը կղզու գրեթե 50-ամյա բաժանմանը վերջ դնելու համար։ Թուրքիան միակ երկիրն է, որը ճանաչում է այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը։ Կիպրոսի թուրքերի նախկին նախագահ Էրսին Թաթարն աջակցել է երկու պետության ստեղծման քաղաքականությանը, որը կիպրոսցի հույները մերժել են։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետ եւ արտաքին գործերի նախարար Շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալլահ Ալ Թանիի հետ, քննարկելով երկկողմ հարաբերությունները եւ տարածաշրջանային զարգացումները։ Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերը շարունակելու կարեւորությունը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Իրանի եւ Կատարի արտգործնախարարները նաեւ մտահոգություն են հայտնել Պակիստանի եւ Աֆղանստանի միջև լարվածության վերաբերյալ եւ ընդգծել խաղաղությունն ու կայունությունը պահպանելու նպատակով տարածաշրջանային համագործակցությունը շարունակելու կարևորությունը։ Բացի այդ, նրանք քննարկել են Գազայի հատվածում վերջին զարգացումները եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Միացյալ Նահանգների կողմից վերջերս ներկայացված բանաձևի նախագիծը, ընդգծելով Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքները, մասնավորապես ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար շարունակական խորհրդակցությունների անհրաժեշտությունը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի տեղակալ բրիգադի գեներալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտպանական կարողությունները կշարունակեն զարգանալ, հաղորդում է Մեհրը։ Ելույթ ունենալով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի զոհերի հիշատակին նվիրված արարողության շրջանակում բրիգադի գեներալ Ալի Ֆադավին հերքել է հայտարարությունները, թե Իրանի բալիստիկ հրթիռների գործողության շարավիղը սահմանափակ է, դրանք անվանելով ոչ փորձագիտական կարծիքներ, որոնք զուրկ են տեխնիկական գիտելիքներից։ Նա նշել է, որ Իրանի կողմից պահպանվող հրթիռների հեռահարության սահմանափակումները որոշվել են հանգուցյալ Իմամ Խոմեյնիի կողմից եւ ընդգծել է, որ դա որևէ կապ չունի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կարողությունների որևէ սահմանափակման հետ։ Ավելի վաղ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել էր, որ երկրի հրթիռային ծրագիրն արևմուտքի գործը չէ եւ նման հարցեր բարձրացնելը վկայում է Միացյալ Նահանգների ու եվրոպական որոշ երկրների հեգեմոնիստական քաղաքականության մասին։ Թուրքական պետությունների միջև տրանսպորտային եւ հաղորդակցական ուղիների անվտանգության ապահովման գործում համագործակցության արդյունավետությունը երաշխավորում է եղբայրական երկրների տնտեսական զարգացումը եւ երկարաժամկետ կայունությունը։ Այս մասին ասվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետախուզական ծառայությունների դերը միջազգային տրանսպորտային ուղիների անվտանգության ապահովման գործում միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ելույթում։ Ալիևը վստահություն է հայտնել, որ այդ միջոցառումը եւ հետախուզական գործակալությունների համատեղ աշխատանքը կնպաստեն իր խոսքով եղբայրական
երկրների անվտանգությանը, կայունությանը եւ բարեկեցությանը վերաբերող հիմնական խնդիրների լուծմանն ու կնպաստեն ժողովուրդների խաղաղ եւ բարգավաճ զարգացմանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահ Մասատո Կանդայի գլխավորած պատվիրակությանը։ Ավելի վաղ Մասատո Կանդան սոցիալական ցանցերում անդրադարձել էր Ադրբեջանի այցին։ Ես Բաքու եմ ժամանել այն ժամանակ, երբ Ադրբեջանն ամրապնդում է իր դերը որպես Ասիայի եւ Եվրոպայի միջև ռազմավարական կամուրջ։ Երկիրը խթանում է նոր տրանսպորտային միջանցքները, արագացնում վերականգնվող էներգիայի զարգացումը եւ խորացնում տնտեսական դիվերսիֆիկացիան, ջանքեր, որոնք բացում են աճի, առևտրի եւ տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ։ Կիևի վրա գիշերային հարվածի ժամանակ Ռուսաստանի կողմից օգտագործված Իսկանդեր հրթիռի մնացորդներն ընկել են Ադրբեջանի դեսպանատան շենքի վրա, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն արդեն զեկուցել է դեպքի վայրում փրկարարական գործողությունների ընթացքի մասին։ Զելենսկին ասել է, որ հարձակման ժամանակ օգտագործվել է մոտ 430 անօդաչու թռչող սարք եւ 18 հրթիռ, այդ թվում բալիստիկ հրթիռներ։ Զոհվել է 4 մարդ։ Մարոտ Հարվերդյան, Հարևաններ։